Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 13-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Մի հարցի անդրադառնանք Հայաստանից ֆուտբոլի հետ առնչվող հարցեր, բայց քանի որ դա քաղաքական ենթատեքստ ունի, անպայման ուզեցա ձեզ հետ կիսվեմ այս հարցով։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների շարժման հիմնադիր Սերգեյ Ջանոյանն ասել է. այն հայտարարությունները, որոնք ոստիկանության կողմից շրջանառվեց մամուլում, առհասարակ չի համապատասխանում իրականությանը։ Լեհերն անկարգություններ չեն արել, իրենց մեջ որևէ բախում տեղի չի ունեցել, նրանց վրա կազմակերպված հարձակում է եղել ռուսների կողմից, որոնք հատուկ այդ նպատակով ժամանել էին Հայաստան։ Դեկտեմբերի 11-ին Կոնֆեդերացիայի լիգայի 5-րդ տուրի հանդիպումից հետո Հայաստան ժամանած լեհ ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, դեպքի հաջորդ օրը մամուլում շրջանառվեցին լուրեր, որ պարտված խաղից հետո լեհ ֆանատների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է ծեծկռտուքի, ապա որոշ ֆանատներ բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժին։ Ձերբակալվածների թիվը հասել է 40-ի, նրանց մեջ եղել էին նաև մի խումբ ռուսներ, որոնք կապ չեն ունեցել Նոա Լեգիա խաղի հետ, երկրպագու չեն եղել։ Կարող եմ ասել, որ հարձակում է եղել նրանց վրա մեր քաղաքում։ Ցավոք ոստիկանությունը ինչպես միշտ հասել է անպահին, երբ ամեն ինչ արդեն վերջացած է եղել, ձերբակալել են միայն լեհ երկրպագուներին, ասել է Սերգեյ Ջանջոյանը։ Լեհերի վրա կազմակերպված հարձակումը եղել է այլ երկրից ժամանած խմբավորման կողմից, որոնք հատուկ եկել էին Հայաստան լեհ երկրպագուների հետ առճակատման համար։ Խոսքը ռուսների նրանց թշնամի երկրի կամ ֆաների մասին է։ Նրանք ֆանատներ են, ուլտրասներ կամ խուլիգանական խմբավորումներ էին, որոնք հատուկ եկել էին Հայաստան այդ նպատակով, ֆուտբոլը կապ չուներ, նշել է ՖԱՖ հիմնադիրը։ Հիմա հարցը ինչ է։ Եթե սա ապատեղեկատվություն է, մարդը կոնկրետ անուն ազգանունով այս բանը ասում է։ Հերքեք կամ հաստատեք։ Այսինքն ոստիկանությունը ձերբակալում է լեհերին, կանգնում է մարդ, որ գործին տեղյակ է, ներողություն։ Ասում է հատուկ Մոսկվայից նպատակային եկել էին, որ ցես կրտուկ սարքեն։ Եթե ճիշտ է ասում, հարց է ծագում։ Այս ինչ են անում, փորձարկում են անցկացնում, գծերն են ստուգում։ Վաղն է կարող է ընտրություններից առաջ ուղարկեն անկարգություններ անելու համար։ Քանի անգամ եմ այդ մասին զգուշացնել, որ առնախում մարդկանց ուղարկել են Ուկրաինա, փողը տվել են, ասել են գնացեք մարդ սպանեք։ Եթե վաղը ցանկանան Հայաստանում ապակայունացում, դրանցից լավ թեկնածու կռվից հետ են գնում, մեկը վիրավոր, մեկը արդեն պայմանագրի ժամկետն ավարտված, գնացել է հիմա փողի կարիք ունի, այդտեղած փողը արդեն իրա քթին չի, բավական մեծ փողեր են ստացել։ Հիմա իրեն եթե փողը տան ասեն գնա Հայաստան անկարգությունները մեծ հաճույքով կգնա, ու անպայման չի դա անել Ռուսաստանի իշխանությունը, կգտնվեն մարդիկ, որ դա կանեն։ Այդ ամեն ինչի հետ կապված կանխարգելիչ քայլերով պետք է անի։ Հիմա կոնկրետ դրանից մի քանի անգամ խոսել եմ, մարդիկ ովքեր ինձ հետևում են իմ խոսքին լավ են հիշում դրանք, այդ մտավախությունների մասին էինք խոսում, որ կարող է դա տեղի ունենա, հիմա կոնկրետ մարդը կանգնում, ասում է դրանք հատուկ նպատակային եկել էին ծեծկռտուք սարքելու։ Հիմա այսօր եկել են ֆուտբոլի երկրպագուին իրանց թշնամին են համարել ծեծելու։ Վաղը կարող է գալիս են մի հատ իշխանական կամ ընդդիմադիր որևէ մեկին են թշնամի համարում, նրան են ծեծում տալիս սպանում։ Ով է դրա պատասխանը տալու։ Իսկ հիմա կոնկրետ մեղադրում է, ասում է ոստիկանությունը նրանցից ոչ մեկին ոչ բռնել է, ոչ չի, կարող է բռնել է, մենք չգիտենք։ Բայց ոստիկանության հաղորդագրությունից դա չի երևում։ Ով է սրա մասին մտածելու։ Մտածեք, մարդկանց կասկածները փարատեք։ Եթե այդ ամեն ինչի այդ մտավախության մասին խոսացած չլինենք, կարող է էլ ուշադրություն չդարձնեի սրան, ասեի դե լավ ֆուտբոլի հետ կապված իրար ծեծել են, այդ որ երկրում այդպես բան չի լինում։ Չէ, նա կոնկրետ նպատակային ասում է դրսից հատուկ եկել էին կռիվ սարքելու համար։ Հիմա եթե սխալ է ասում, ասեք Ժողովուրդ ջան, հանգստացեք, այդ խնդրեմը չկա։ Դա վերահսկողության տակ է, մենք ուշադիր ենք, հատկապես այդ ահազանգերից հետո, որ այո, կարող է 800,000 մարդ գնացել է Ուկրաինա կռվելու, արունն աչքերին փողը տեսել են, պատրաստ են մարդ սպանել։ Դրանցից մի մասը հիմա է հետ գալու, մի մասը էլ պատերազմն ավարտվելուց հետո է գալու, բայց այդ մի մասը արդեն հետ է գալիս ու իրանց երկրում շատ լուրջ հանցագործություններ են կատարում։ Ուշադիր եղեք, կարող է այդ մարդիկ Հայաստանում հայտնվեն մանավանդ ազատ է տեղաշարժը։ Հիմա ձեր աչքի առաջ սա տեսակ, սա հազանգ էր թե չէ։
Բայց շատ դեպքերում բան ասում եք, ասում եք թե լավ ինչի հետևից եք ընկե։ Հիմա տեսակ ինչի հետևից ենք ընկե։ Ու սա առաջի դեպքը չի։ Հիմա այսօր մի հատ ուրիշ բան էլ կար։ Մարդը տեսել է Երևանի փողոցում թուրքական շտապօգնության մեքենա։ Գրում են հազանգում են, բաներ են գրում, բողոքում են, դժգոհում են, կարծիք են հայտնում։ Արտարոց բան է, չէ՞, այդ երկրի դու դիվանագիտական հարաբերություն չունես, ճանապարհը բաց չի։ Շտապօգնության մեքենան փողոցում գնում է։ Շտապօգնության մեքենան սովորաբար կասկած չի առաջացնում, ասում են հիվանդ է տանում, ինչ գիտես մեջը ինչ է։ Ռումբա, ինչ է, ինչ չի։ Մարդը հազանգում է, չէ՞։ Բայց ինչա պատասխանում պաշտոնյան, սրա խոսալու ձևը նայի։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը անդրադառնալով թուրքական շտապօգնության մեքենային, որը քաղաքացիները երեք նկատել են Երևանում, գրել է. «Ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապօգնության մեքենան եւ քաղաքական երանգավորում տալիս անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապօգնության մեքենան է»։ Նախ հարց է ծագում, մարդը ինչ տեսավ մեքենայի մեջ հիվանդ է, թե հիվանդ չի։ Ի՞նչն է շահարկում։ Կարող ես բացատրել, մարդը տենում է թուրքական մեքենա է գնում է, ահազանգում է։ Բառավոտից իրիկու կանգնում ասում եք հասարակություն, անտարբեր մի եղեք, որ մի բան տեսնում եք, նկարեք, ուղարկեք, որ մի թերություն ալում, նկարեք, զգուշացրեք, ոստիկանությունը ու համենիկ չի կարա նկատի։ Նկարեք, ուղարկեք, մենք գանք զբաղվենք, ինչի եք անտարբերություն ցուցաբերում։ Հա, դուք նկատի ունեք մենակ հայերին կարելի է նկարել։ Իսկ եթե հանկարծ թուրքական մեքենան նկարեք, մինենց աստար ձեզ կկպցնեն, կվախենակ տնից դուրս գաք։ Մարդը կոնկրետ ահազանգ է հնչեցնում, ինչ է բողոքում, անհասկանալի, անընդունելի, քաղաքական երանգավորում տալիս։ Այս ժամանակի պարզաբանեք երանգավորում չտան։ Է պարզաբանում ուշանումը տալիս են։ Ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Ֆրանսիայի Կոլմար քաղաքից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, գրել է Զեյնալյանը։ Մեկ էլ ինչ ա գրում, հայրենասերներին, էդ ճակերտներում առաջարկում եմ ինչ որ լավ հետաքրքրություն գտնել իրենց կյանքում, ասել են նա։ Հայրենասերներն էլ ճակերտում մարդը ահազանգ է հնչեցնում, հայրենասերները պետք է ուրիշ հետաքրքրություն գտնեն, որքուպես լափուտող լինեն, գլխավոր բժիշկ կլինեն։ Լապ չեն կերել, գլխավոր բժիշկ չեն, ինչ հետաքրքրություն գտնեն, որովհետև վախենում են, որ կուպես դա գլխավոր բժիշկ։ Մարդը կոնկրետ ահազանգ է հնչեցնում, հեգնում եք, բան եք անում, մեկն է կառավարության անդամ ընդդիմությանը ռեպլիկա գցում, ինչի որ դու պաշտոն էիր ընդունում, հաստիքիդ մեջ գրած է ռեպլիկ գցող։ Կարա կառավարության անդամը կամ կառավարության որևէ աշխատող ինչ-որ բան պարզաբանի, ինչ-որ բան բացատրի, ինչ-որ բան ասի, ես ճիշտ է, ես սխալ է, ինչ-որ բան, բայց այդ խոսալու տոնները, գործի ժամին դրած սաղորը, սրա նրա գրածին պատասխան են, սա լայք է, սա տարած են, սրան հեգնես են, դուք պետական պաշտոն եք, թե քուչ եք էլ մնացել եք, էլի քուչից չեք աճել։ Կոնկրետ մարդը ահազանգ է հնչեցնում, այսպես վերաբերմունքն ինչի համար է։ Վաղը որ իրանց կողքը մի բանը լի կարծիք չհայտնենք, ասեք բաժողոտ տենց անտարբեր եք, բայց դուք ինչ եք ուզում, որ անտարբեր։ Հա, թուրքական մեքենայի նկատմամբ են կարծիք հայտնել, գիտեք դա ինչ վտանգավոր է, որ հայկական ըլներ, հա, իհարկե, բայց իհարկե դա լուրջ, ազնիվ քաղաքացի է, օրինապաշտ քաղաքացի է։ Դուք հասկանում եք, որ սա է ընդամենը երկու ինֆորմացիա նայեցի, չէ, Հայաստանից։ Մարդուն ինչի համար ես մեղադրում։ Կամ են քաղաքացին իշխանությանը, ոստիկանությանը մեղադրում, ասում է դուք իրականում չբացահայտեցիք, թե ինչ ա կատարվել։ Մեկ չեք ուզում իմանանք ինչ ա կատարվել։ Մանավանդ դա հեռու գնացող հարցեր են։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչ ա կատարում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են թուրքական նավի Չեռնոմորսկի նավահանգստում։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռուսները ոչ միայն լուրջ չեն վերաբերվում բանակցություններին, այլև շարունակում են իրենց պատերազմը Ուկրաինայում բնականon կյանքը ոչնչացնելու համար, ասել է Ուկրաինայի նախագահ։ Իդեպ սա չի կարողան հետևանքացնել, որովհետև թուրքական նավի են հարվածել։ Թուրքիայի արտգործնախարարությունը հաստատել է Չեռնոմորսկի նավահանգստում հարձակման ժամանակ վնասվել է թուրքական ընկերությանը պատկանող նավ, անձնակազմը տարհանվել է։ Այս իրավիճակը հաստատում է մեր մտահոգությունները։
պատերազմի Սև ծովում տարանցման վերաբերյալ, ինչպես նաև ծովային անվտանգության և նավարկության ազատության համատեքստում, ասում է հայտարարության մեջ։ Իհարկե դրան կանրադառնամ, մոռացա մի բան ասեմ։ Այս պարզաբանումը հիմա պարզաբանեց, թե հարցեր առաջացավ։ Մի հատ ուղղակի հիշեցի։ Ֆրանսիայի Կոլմար քաղաքից շտապօգնության մեքենայով տեղափոխել են։ Դուք տեխնիկապես պատկերացնում եք Ֆրանսիայից Հայաստան շտապօգնության մեքենայով եկեք։ Կամ Ֆրանսիայում ինչ գործ ունի թուրքական մեքենա։ Թե Ֆրանսիայից բերել են Թուրքիա, Թուրքիայից են բերել Հայաստան։ Այնպես բացատրեք մարդիկ հասկանան, ոնց է շտապօգնության մեքենան Թուրքիայից գնացել Ֆրանսիայի հային դրել ավտոյի մեջ բերել, այդքան 1000 կիլոմետր եկել, հա։ Թե ինքնաթիռով բերել են, հետո ուրիշ մեքենայով են բերել։ Ոնց է ինքնաթիռով բերել են, ինքնաթիռից հանել են ուրիշ տեղ, այդ ուրիշ տեղից եկել են հասել են սահման, հայկական շտապօգնության մեքենան չի դիմավորել։ Ուղղաթիռը չի գնացել վերցնի ու արագ բերի, որ չուշանա սահմանից։ Այդ սա հարցեր է, չէ։ Մթան պարզաբանը էսենց հեգնակով պատասխանեք, որովհետև այդ հարցի պատասխանը չեք կարող տակ։ Հա, անցնենք առաջ։ Հիմա Թուրքիայի նախագահն էլ է սրան անդրադարձել։ Էրդողանն ինչ է ասում։ Սև ծովը չպետք է դառնա բախման ասպարեզ, դա կվնասի եւ Ռուսաստանին եւ Ուկրաինային։ Էրդողանը հայտարարել է, որ հրավիրել է Պուտինին այցելելու Թուրքիա։ Մենք քննարկեցինք հնարավորինս շուտ հանդիպելու անհրաժեշտությունը եւ նա խոստացավ պահել իր խոսքը։ Հուսով եմ, որ այս այցը շուտով կկայանա, ասել է Էրդողանը։ Ինչպես տեսնում եք, լարվածությունը արդեն աշխարհագրությունը մեծացնում է, որովհետև ուրիշ բան է, որ Սև ծովում հարվածներ լինի, ուրիշ բան է, որ այսինքն իրանք հարվածում են թուրքական նավին, Թուրքիան արդեն մտածում է, ինչ եք անում, այս Սև ծովում էսի խաղեր եք տալի, դա նաև ինչ-որ միտեղ պետք է մտածեն, որ հարցի լուծում գտնեն, որպեսզի հարցը կարգավորեն։ Ինչպես տեսնում եք, հարցը դեռ չի կարգավորվում, Դոնալդ Տրամպին էլ դա չի հաջողվում, բայց հիմա տեսնենք շարունակությունը ինչ է ստացվում, դա դրանով պայմանավորված է նոր աշխարհակարգը, ինչ տեսք կունենա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է. շատ լավ զրույց ունեցա Թայլանդի և Կամբոջայի վարչապետերի հետ։ Պատերազմը ցավալի վերսկսման վերաբերյալ։ Նրանք համաձայնել են դադարեցնել բոլոր կրակոցները այսօր երեկոյան և վերադառնալ մեր կնքած սկզբնական խաղաղության համաձայնագրին, գրել է Տրամպը։ Երեք իհարկե ասում էր բանա 8 պատերազմ եմ դադարեցրել, պետք է 8 Նոբելյան մրցանակ տային, ոչ մի հատ չեն տվել, լեսի մում են տվել։ Հետո երեք ասին, որ գոնե մի հատը պետք է հետ վերցնեն, որովհետև արդեն այնտեղ նորից կռվում են։ Հիմա ոնց որ Դոնալդ Տրամպն ասում է, չէ, էլի զանգել եմ, հիմա պետք է նորից այդ Նոբելյան մրցանակը հետ բերեն։ Բայց անմիջապես, որ հանկարծ թյուրիմացություն չլինի, Թայլանդի վարչապետը հայտարարել է Կամբոջայի դեմ ռազմական գործողությունների շարունակության մասին, չնայած Դոնալդ Տրամպի հրադադարի հայտարարությանը։ Այսինքն հայտարարել է, որ ռազմական գործողությունները շարունակելու են։ Անկախ նայած Տրամպի ինչ ասել, մենք շարունակելու ենք։ Այսինքն դրա համար այդ Նոբելյան մրցանակը պետք է դարպասից կախեն, էլի հաճտանեն բերեն, էլի, որովհետև կարող է մի հատ էլ Դոնալդ Տրամպը զանգի։ Այս ձևով չեն անլրջացնում, էլի, մարդը իր կշիռը չի գցում, որ անպայման մտքի դրելից ես խաղաղություն եմ բերում ու գիտես, որ դրանով խաղաղություն չի լինելու։ Ու հիմա էլ երբ որ երեք Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, դե եթե բիզնես անենք, ինչի՞ պիտի շահագրգռված չլեն, որ խաղաղությունը լինի։ Այս հարևանները ոչ մեկը բիզնես չի անում, ամենակ մենք պետք է անենք։ Բայց իրանք որ խաղաղությունը չեն պահում։ Եվրոպական միությունը անժամկետ սառեցրել է Ռուսաստանի ակտիվները Եվրոպայում, օգտագործելով տնտեսական արտակարգ իրավիճակի համար նախատեսված հատուկ ընթացակարգ։ Եվրամիությունը արգելափակել է ակտիվները այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայի դեմ պատերազմից և չի փոխհատուցել ուկրաինական կողմին մարտական գործողությունների ընթացքում պատճառած վնասը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան նշել է, որ հոկտեմբերին Եվրոպայի առաջնորդները պարտավորվել էին պահել Ռուսաստանի ակտիվները սառեցված վիճակում, մինչև Ռուսաստանը չդադարեցնի իր ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ և չփոխհատուցի պատճառած վնասը։ Այսօր մենք կատարել ենք այդ պարտավորությունը, հաջորդ քայլը ապահովել Ուկրաինայի ֆինանսական կարիքները 26-27 թվականների համար, հավելել է Կոշտան։ Մինչ այս Եվրամիությունը կարող էր ակտիվների սառեցման որոշումը երկարաձգել յուրաքանչյուր կես տարի, իսկ այժմ դա այլևս անհրաժեշտ չի լինի։ Այս որոշումը հնարավորություն կտա Եվրամիության ղեկավարներին օգտագործել սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինայի վերականգնողական վարկ տրամադրելու համար, որպեսզի երկիրը կարողանա բավարարել իր ֆինանսական և ռազմական կարիքները։ Առաջիկա 2 տարիների
նոր մեխանիզմը ցույց կտա Եվրամիության իշխանություններին շրջանցել Հունգարիայի եւ Սլովակիայի վետոն, երկրներ, որոնք բարեկամական դիրքորոշում ունեն Ռուսաստանի նկատմամբ։ Այնպես չի, որ մենակ այդ երկու երկիրներն դժգոհ, էլի դժգոհներ կան, որ դեմ են, ուղղակի եթե կարողանան այնպես անել, որ անցկացնեն մի քանի օր հետո այդ քվեարկությունը ելնելու, անցկացնեն դա կանեն։ Իհարկե սկզբին դա 200 միլիարդ դոլարի մասին է խոսքը, որ կարողանան դա տրամադրեն Ուկրաինային, բայց հարցը դա է, ինչ ես մանրամասը կարդացի, Ռուսաստանի արձագանքը։ Հիշում եք, Ռուսաստանն ասում էր հլա ու մեր փողերը տակ Ուկրաինային, տեսեք ինչ են կանելու։ Մի հատ դուք կտեսնեք ինչ են կանելու։ Սենց դնենք քարը քարին չթողենք, սա Եվրոպան վերացնենք։ Հիշում եք, չէ՞, սենց մտնենք ու մինչև գնանք հասնենք մինչև Պորտուգալիա։ Բայց հիմա Ռուսաստանի արձագանքը ուղղակի Ռուսաստանի արտգործ նախարարությունն արձագանքել է Եվրոպայում Ռուսաստանի ակտիվների անժամկետ սառեցնելու վերաբերյալ Եվրամիության որոշմանը։ Ռուսաստանի արտգործ նախարարությունն այս որոշումն ապօրինի է գնահատել ու նշել, որ այն հակասում է միջազգային իրավունքին, այդ թվում պետական ակտիվների անձեռնմխելիության սկզբունքին։ Եվրոպական հանձնաժողովի կայքում հայտարարված առաջարկների հրապարակումն ու իրականացումը անխուսափելու են կհանգեցնեն նրան, որ Ռուսաստանի բանկը կվիճարկի ցանկացած ուղղակի կամ անուղղակի գործունեություն, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի բանկի ակտիվների չարտոնված օգտագործմանը եւ հայցեր կներկայացնի բոլոր հասանելի իրավասու մարմիններին, այդ թվում ազգային դատարաններին, օտարերկրյա պետությունների դատական մարմիններին ու միջազգային կազմակերպություններին, առևտրային դատարաններին եւ այլ միջազգային դատական ատյաններին, ինչպես նաեւ կձգտի ապահովել դատական որոշումների կատարումը ՄԱԿ-ի անդամ պետություններում, նշել են նախարարությունից։ Այմարդ Ռուսաստանը ուզում է դատական կարգով վիճարկի այս խնդիրը, բայց ինչ եղավ այն արեշնիկը, այն որ պետք է խփեիք Փարիզին, Բերլինին, ինչ եղավ, այն Պոսեյդոներ, այն ինչեր, չգիտեմ, նես էլ անուններ են տալիս այն մարդ։ Մի հատ էլ ինչ ունեին, տենց էլի բաներ կար։ Բա ասում եք հլա ու որոշում կայացնեք, հիմա ասում եք դատական հայց կներկայացնենք ձեր դեմ։ Յա, կարող է Ռուսաստանի դեմ էլ դատական հայց ներկայացնեն, որ մտել ես Ուկրաինայի տարածք, ապօրինի, խախտել ես սահմանը, մարդիկ ես սպանել, ավիրել ես այդ մարդկանց երկիրը։ Արդեն Ռուսաստանը դատական հայցերից է խոսում, ժողովուրդ հասկանում եք, տեղը նեղվել է, որտեղ ինքը մի բան կրակում է, իր տարածքում է հանգնում։ Էլ դրանով ում վախացնի։ Ասում է սպասեք, հա, այսա հրթիռը բաց թողը մգնի մեր քաղաքներից մեկի վրա ձեր հալը կտենաք։ Այս վերջը ես իմացաք ինչ եղավ։ Բա մարդիկ ասել են, բա մեր տները ավիրվում է, այնտեղ ուկրաինացիները հրթիռով խփում են դրոնով, դուք էլ օդում խփում եք, բեկորներն ընկնում է տների վրա եւ ավերում է տները։ Ասում են հայ ու ճիշտ է, բա մենք սպասում ենք տենանք ինչքան վնաս է տվել Ուկրաինան, այդ բոլորը մենք կցուցակագրենք, բոլորը կհաշվառենք եւ դատական հայց կներկայացնենք Ուկրաինային, որ ինքը վնաս է հասցրել ձեր տներին եւ իրանք այդ փոխհատուցումը կտան։ Լուրջ ժողովուրդ ջան, հասկանում եք ինչ է կատարում։ Ինքը հարձակվել է Ուկրաինայի տներն ավիրում է, Ուկրաինան պատասխան հարված է հասցնում, դա անհրաժեշտ ինքնապաշտպանություն չի։ Իհարկե դուք հասկանում եք, որ ինքը գիտի այդ փող Ուկրաինան չի տալու, բայց ինչի է ասում, որ ժողովրդին ասի մենք ձեզ փող տվող չենք։ Մոռացեք։ Ձեր տները, եթե մեր պատճառով ձեր տունը քանդվել է, ուկրաինացին այդ փողը կտա, այսինքն ոչ մեկը չի տա։ Հասկացաք այս պետության մտածելակերպը, ժողովուրդ ջան։ Դուք այս պետությանը ցանկանում եք Հայաստանում որոշում կայացնող լինի։ Ես ուրիշ բան չեմ ասում, նայեք։ Նայեք, ինչա կատարվում։ ԱՄՆ նախագահ Յատուկ բանագնաց Սուիթ Ուիտկոֆը Բերլինում կհանդիպի եվրոպական առաջնորդների եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Միջոցառումն առանցքային նշանակություն ունի Ուկրաինայում խաղաղության հասնելու սպիտակ տան ձգտման ֆոնին։ Ուիտկոֆին, որը գլխավորել էր Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ ամերիկյան խաղաղության ծրագիրը, շուրջ բանակցությունները ուղարկելու որոշումը վկայում է Կիևի եւ Վաշինգտոնի միջև տարաձայնությունները մեղմելու ԱՄՆ ջանքերի ակտիվացման մասին։ Այսինքն խոսքը վերաբերում է այն բանին, որ Ամերիկան հասկանում է, որ ճնշում գործադրել Եվրոպայի վրա իր մոտ չհաջողվեց։ Եվ ինքը լուրջ խնդիր ունի այդ ուղղությամբ։ Եվ Եվրոպան ասում է՝ լավ, դե գնա դուք հարցերը լուծի, մենք մեր հարցերը լուծենք։ Եթե ամեն մեկս մեր գլխի ճարապետի տեսնենք, մենք էլ սկսենք բանակցել Իրանի հետ, Հյուսիսային Կորեայի հետ, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, ինչ խնդրեմ կա որ։
Լատինական Ամերիկայի երկրների հետ, բա ինչ է եղել, բա եթե ինքնապաշտպանության պետք է հարցը լուծենք, դու մեր հարևան ագրեսոր հարևանի հետ դու անցել ես հարևանի կողմը, չեմ ասում Եվրոպան այդ քայլերը կանի, բայց որ այդ քայլերն անի, ով պետք է նրան մեղադրի որ։ Իսկ հիմա հասկանում են, որ առանց Եվրոպայի այդ հարցը չի լուծվի։ Բա դրել էին մի հատ թուղթ էր գրել, Տրամպը ուղարկել էր Ուկրաինային, ասում էր ուղարկել եմ օրն էլ վրան դրել էր, այսինչ օրը այդ թուղթը պատրաստ լինի, հան ասած լնես։ Բա ուր է այդ թուղթը։ Այդ թղթից կետեր են պակասում, դրանից հետո Եվրոպան է իր պահանջները ներկայացնում, Եվրոպան սկզբունքորեն կանգնում ասում է դա չի լինելու, Տրամպը վերանայում է դա։ Հիմա էլ արդեն ոչ թե Ուկրաինային խփելով է շանտաժանում, այլ արդեն ասում է, եթե արդեն շատ նեղանամ, հետ կքաշվեմ, գնացեք ինչ ուզում եք արեք։ Այ փիս նեղացել ես փաստորեն, ել չես վախացնում, որ տես ինչ եմ անելու, ասպես ինչ եմ անելու, ոչ մի բան էլ չեմ անելու, հետ եմ քաշվելու։ Տեսնում ես դա էլ չի վախացնում։ Բայց գոնե էլի լավ է, որ այդ ուղղությամբ արդեն մտածում է, էլի։ Ստե մի հատ հարց էլ կար, երեկվանից ուզում եի հիշեմ դրան, դες ասեմ, հա չէր ստացվում։ ԱՄՆ պետքարտուղարությունը կստեղծի ստորաբաժանում այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարի համար։ ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծում նշված է, որ նոր ստորաբաժանումը կընդգրկվի պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում, նոր կառույցի նպատակն է լինելու պայքարել ռուսական ազդեցության դեմ ինքնիշխան երկրներում, Ռուսաստանի այլ չարամիտ գործողությունների դեմ, Միացյալ Նահանգների դաշնակից կամ գործընկեր երկրներում, խոսքը վերաբերում է այն գործողություններին, որոնք ազդում է, սպառնում կամ խաթարում է ԱՄՆ շահերը, ըստ նախագծի ստորաբաժանման ղեկավարությունն ամսական զեկույց է ներկայացնելու իր հետ կապված։ Հիմա տեսեք հարցը ինչն է։ Ուրեմն իհարկե սա նորմալ բան է, եթե նորմալը լիներ։ Այսինքն պետքարտուղարությունը, որը որ կանգնում ասում թե Ռուսաստանի հետ լավանանք, Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ ներգրավի համաշխարհային տնտեսություն, Եվրոպայում պետք է վերադարձնենք մեծ ուտնյակ, Ռուսաստանին վերադարձնենք մեծ ուտնյակ, նրա բանը վերականգնել այդ էներգետիկ ռեսուրսների հետ կապված առևտուրը։ Այս ամեն ինչը դու Ռուսաստանի հետ անում ես, հետո ասես պակասացնենք Ռուսաստանի ազդեցությունը բարեկամ երկրների վրա։ Հայաստանը Ռուսաստանի հետ աղբեր է, դու Նիկոլ Փաշինյանի ասածը չես լսել։ Այդ ամեն ինչը լավ է, որ անես Ռուսաստանի ազդեցությունը պակասացնես, եթե դու Ռուսաստանի հետ չգրկախառնվես։ Այդ դեպքում բա ի՞նչն ես փոխում։ Ասպես Չինաստան, դու Ռուսաստանի հետ առևտուր չանես, Հնդկաստան դու էլ չանես, բայց ես կանեմ։ Ասում են չհասկացանք։ Բա որ մենք չանենք, նա չանի, դու էլ մի անի։ Ասում ոնց ես չանեմ, բա շահույթ կա, չէ՞ մեջ։ Դե ասա բա որ քո համար կա, մեր համար էլ կա։ Այսինքն այս ամեն ինչի սկզբունքային մոտեցումը շատ դրական կլիներ, եթե մենք տեսնեինք վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, բայց մենք վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ տեսել ենք, չէ՞ ինչա։ Հիմա նայենք մի ուրիշ հարցեր կա, էլի ուզում եի անպայման դրան անդրադառնամ։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է. մենք տեսնում ենք, որ քանի դեռ երկիրը մերձենում է Եվրամիության հետ, վնասակար արտաքին ազդեցության ճնշումն աճում է։ Ռուսաստանը և նրա վստահված անձինք ուժեղացնում են ապատեղեկատվական արշավները, այդ թվում Հայաստանի վրա։ Հայաստանում հաջորդ տարվա ընտրությունների նախօրեին։ Այս տարի գլխավոր թիրախը Մոլդովան էր, բայց այն նաև դարձավ լավագույն ապացույցը, որ այդ սպառնալիքը կարելի է հաղթահարել, հայտարարել է Կալասը։ Ինչի համար սա հիշեցի, մի քանի օր առաջ էր Կալասը սա հայտարարել, այդ այն ժամանակ էր, երբ որ Նիկոլ Փաշինյանը Եվրոպա էր գնացել, բայց իրանք դեռ չգիտեին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ասի եկել եմ Եվրոպա, ասեմ, որ ին վրա հույս չդնեք։ Ասում են, որ ժողովուրդ ջան, ես Եվրամիության հայտ չեմ ներկայացնելու, իմ գործընկերը Ռուսաստանն է, այո, մենք եթե կգանք կհասնենք այդ սահմանագծին, նոր կորոշենք, բայց եթե դու գնում ես Շանհայ, դու չես կարող այդ սահմանագծին մոտենաս, որ որոշես։ Այսինքն այն ինչ որ իրանք զգուշացնում են ռուսական ազդեցությունից, Նիկոլ Փաշինյանը ձեր մոտից թռել է ռուսական ազդեցության տակ։ Այն էլ գնացել է մի հավաքի մասնակցի, որտեղ պետք է փոխվարչապետը մասնակցեր։ Դա Հայաստանի վարչապետի տրամաչափի հավաք չէ, որտեղ այնտեղ բոլորը վարչապետներ էին նախագահական կառավարման համակարգով երկրների։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ինչ ասել է. մենք ռեալիստ ենք, մենք իսկապես ուզում ենք միանալ ՆԱՏՕ-ին, դա արդարացի է, բայց հաստատ գիտենք, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ մի շարք այլ երկրներ դեռևս Ուկրաինային դաշինքում չեն տեսնում, եւ Ռուսաստանն անշուշտ մեզ այնտեղ երբեք չի տեսնի։ Իհարկե, սա հետ կապված մի քանի անգամ ես անդրադարձել եմ դրան, որ ասել եմ սա կարաբանակցային թեմա ալնի, բայց Ուկրաինայի համար այս պահին ՆԱՏՕ-ի անդամությունը ժամանակավոր է, ինչի համար, որովհետեւ ՆԱՏՕ-ին բյուրոկրատական հարցեր կան, որ բոլոր երկրները չեն որ համաձայն են։ Շվեդիայի պես երկրին մի տարի ձգեց Թուրքիան մինչև համաձայնվեց, որ Շվեդիան անդամ դառնա, որտեղ Ֆինլանդիայի հետ իրանք միասին էին դիմել, Ֆինլանդիան անցավ, Շվեդիան մնացել էր։ Հա, բայց ինչն է հարցը, բայց սա նաև խնդիր է, որ շատ է սկզբունքային համարում ՆԱՏՕ-ին, հարց չկա, ՆԱՏՕ-ի անդամ չենք դառնա, բայց այսօր Ուկրաինային աջակցողները ավելի մեծ ձևաչափ է, քան անգամ ՆԱՏՕ-ն, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ երկրներն աջակցում են, դրան գումարած նաև այլ երկրներ։ Եվրամիության անդամ երկրներն աջակցում են, բայց դրան գումարած այլ երկրներ։ Այսպես պատճառով շատ լավ է, որ ասել դե լավ, այս հարցում ես զիջում եմ ՆԱՏՕ-ի անդամ չեմ դառնում, բայց ՆԱՏՕ-ի անդամ երկրները բերում եմ իրանց կոնտինգենտը տեղավորում են քու երկրում խաղաղության փաստաթուղթ ստորագրելուց հետո ավելի մեծ երաշխիքել ինչը պետք է լինի։ Եթե Ֆրանսիան իր զորքը ուղարկում է, Մեծ Բրիտանիան ուղարկում է միջուկային պետություններ են, առավելևս որ Ֆրանսիան ասել է, որ հոչեք մոռացել, որ ժամանակին ես ՆԱՏՕ-ից դուրս էի եկել, այն անվտանգային մասից դուրս եկել, քաղաքականում մնացել է։ Այսինքն ես իմ խնդիրները լուծել եմ առանց ՆԱՏՕ-ի կոմունիկացիոն հնարավորությունների, այսինքն ինքնուրույն եմ գործել եւ ունեմ այդ հնարավորությունները։ Եվ այդ պարագայում Կանադան դրան միանում է, որը Եվրամիության անդամ չի, Ավստրալիա, Նոր Զելանդիա, որոնք Անզյուսի անդամ են, Ամերիկա, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, նեյտրալ երկիր Ավստրիա, որ դեռ 1955 թվականից ասում էր ոչ այնտեղ եմ, ոչ այնտեղ, բայց ասեց չէ, ես պիտի օգնեմ Ուկրաինային։ Այսինքն եթե սա համարելով, որ Ուկրաինայի կողմից զիջում է, հիշում եք, այդ մասին խոսել ենք, դա համարվի որպես մի հատ զիջում, դրա տեղը ուրիշ հարց չզիջի, լրիվ օգտակար է, այսինքն Զելենսկու ասել լրիվ նորմալ է։ Բայց իհարկե մի հատ հարց կար, որ Զելենսկին նորից ասել էր, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Պեկինը չի շահում թույլ կամ պարտված Ռուսաստանից, քանի որ դա կթույլատնի ուժերի հավասարակշռությունը Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև գլոբալ մրցակցության մեջ։ Այսօր Չինաստանը չի շահում թույլ եւ պարտված Ռուսաստանից եւ դրա պատճառով տառապում է Ուկրաինայի ժողովուրդը, նշել է Ուկրաինայի նախագահը։ Սա էլ մեր երկու առաջ էր ինքը անդրադարձել, ինչի սա նորից ասի հիշեց անպայման դա անդրադառնամ, որովհետեւ սրա հասցեատերը Չինաստանը չի, որը Զելենսկին ասում է։ Սրա հասցեատերը Ամերիկան է, որովհետեւ իհարկե Չինաստանը չի ուզենա, որ այս չկարգավորված հարցերով Ամերիկայի հետ Ռուսաստանը թուլանա։ Ռուսաստանը թուլացավ, ինքը մենակ է մնալու։ Ինքը Ռուսաստանին կարար թուլացած տեսներ, պարտված տեսներ, եթե ինքը Ամերիկայի հետ պայմանավորվեր։ Եթե Ամերիկայի հետ պայմանավորվեր, ասեր Ռուսաստանին հաղթում ենք, ստեղծում ենք նոր աշխարհակարգ, այդքան ռազմական ծախսերը Եվրոպան ավելացնում է, այդքան էլ էս պատերազմի հետ կապված ինչքան էլ տարաձայնություններ կան, ինչպես տեսնում եք մի հատ կորիզա ձևավորվել, բավական ակտիվ ձևով եւ Եվրոպայի մեջ մոբիլիզացիոն խնդիրներ են առաջացել, այն հակասությունները, որ անգամ կա բյուրոկրատական ու քվեարկությունների հետ կապված երբեք ինձ մտքով չի անցել, որ դա կառաջանա, հիմա արդեն առաջացավ ու հասկացան պետք է վերանայեն, ինչպես տեսնում եք այս սառեցված ակտիվների հետ կապված մտածում են այն տարբերակով գնան, որ մեծամասնության քվեարկությունով անցնի ոչ թե կոնսենսուսով, հասկացան, որ խնդիրը կարող է փակուղի մտնի, որ մի հարցում 27 երկրն էլ համաձայն լինեն, այլապես հիմա պատերազմական վիճակում ռազմական ռեսուրսերի վրա դրած եվրոպական տնտեսությունը դու չես կարող քայլանես, որովհետև ինչ որ մի պետություն Ռուսաստանի հետ խաղեր է տալիս, որովհետև իր մի ձայնը բավարար է։ Այսինքն իրանք շատ հարցեր ունեն վերանայելու եւ այս պարագայում հարցը առաջանում, որ այո, եթե Եվրոպան դրեց հզորացավ, ինքը կարող է ստեղծել իրոք բևեռ, բայց ես ուղղակի գտնում եմ, որ այդ բևեռը թերի կլինի, եթե այդ բևեռը պայմանավորված չլինի Միացյալ Նահանգների հետ, որ այո, երկուսով պայմանավորում ենք, երրորդ բևեռն է թող լինի Չինաստանը, բայց մեր թողտվությամբ մենք sense շնորհ անենք, ասենք լավ, այդ կողմերն էլ դու ես, որ մեզ օգնեցիր Ռուսաստանի հարցը լուծելու։ Այսինքն Զելենսկու ասածը ճիշտ է, ուղղակի հասցեատերը Չինաստանը չի, Չինաստանից նեղանալ իմաստ չունի, որովհետև Չինաստանին պետք է հետը պայմանավորվի Ամերիկան։
ինքը տեսնում եք մի հատ ճնշումա տենումա չի ստացվում, մի հատ ժեստանում տենումա էլ ոնց որ իր ուզած չգնաց, հստակ նստի եւ պայմանավորվի, բայց պայմանավորվածության դեպքում պետք է մեկը դրանից տուժի, պետք է ասի Ռուսաստանի տուժելը օգուտ քեզ է, եթե Ռուսաստանը այսօր պարտվեց, դու ինչ ուզենաս Ռուսաստանից վերցնելու ես, մենք քեզ օգնելու ենք, այդ կողմից դու կվերցնես, այս կողմից էլ մենք կվերցնենք, խնդիր չկա, Չինաստանը պետք է տեսնի, որ Ռուսաստանի պարտությունից ինքը շահում է, ոչ թե ինքը մենակ ամնում, հաջորդն է շուռ են գալու իրան են պատժելու, այնպես որ Ահազանգը ես նորմալ եմ համարում, բայց հասցեատերը Միացյալ Նահանգներն են։ Լավ տեսնենք հիմա ինչքան ժամանակ ունենք, մի հատ հարցի ուզում անդրադառնամ, ասի գոնե թողեմ շաբաթ օրը անդրադառնանք, էլի։ Access-ը գրում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը Ջարեդ Քուշները աշխատում է կազմակերպելու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մասնակցությամբ գագաթնաժողով։ ԱՄՆ-ն ձգտում է խորացնել երկու երկրների միջև տնտեսական փոխկապակցվածությունը, հույս ունենալով, որ դա կնպաստի տարածաշրջանային ջերմ հարաբերություններին եւ հետագայում կկանխի կողմերի միջև հակամարտությունները։ Հաղորդվում է, որ Նեթանյահուն պետք է նախապես հաստատի Եգիպտոսի հետ կապված 35 միլիարդ դոլար արժողությամբ գազի գործարքը, ինչպես կապահովի Եգիպտոսի էլեկտրաէներգիայի մինչև 25%-ը։ Չնայած ԱՄՆ-ի ջանքերին, նախագահ Ալ-Սիսին մինչ այժմ սառն է վերաբերվել գագաթնաժողովի գաղափարին, խուսափելով Իսրայելի ղեկավարության հետ հրապարակային շփումից։ Գազայի պատերազմից հետո Ջարեդ Քուշները Նեթանյահուին հորդորել է ցույց տալ տարածաշրջանին, որ Իսրայելը պատերազմի հետ առաջարկում է ավելին, քան պարզապես ռազմական գործողություններն են։ Ինչու հատկապես ուզեցա սրան անդրադառնալ, թեկուզ մի քանի օր հետո, որովհետև միշտ ծավալուն ուզեցա անդրադառնամ սրան։ Այսօր այդ հարցը Եգիպտոսը եւ Իսրայելի հետ հարաբերություն կարգավորելու ով է կարգավորում, Ջարեդ Քուշները, Դոնալդ Տրամպի բիզնեսմեն փեսեն, այս մակարդակով են հարց լուծում, բանակցություններ Ուկրաինայի հետ կապված Ջարեդ Քուշներն է զբաղվում, Իսրայելի հետ կապված ինքն է զբաղվում, այս մակարդակով է գցած արդեն հարցերի լուծերը, որ անգամ այս պարագայում Եգիպտոսին չեն կարող համոզեն, բայց մի հատ չենք ուզում հասկանալ, այս որ Եգիպտոսն է, ձեր բարեկամ Եգիպտոսը, չի, ձեր աղբեր Իսրայելն ու ձեր բարեկամ Եգիպտոսը համաձայնության չեն գալի, ասենց էլ արտոնություններ եք տալի, այդ ոնց կարողացաք Եգիպտոսին նեղացնեք, բայց Եգիպտոսը ախր ձերն էր, չէ, որովհետև դուք չէիք բանակցում, որ ձերն էր։ 1970 թվականին Կամալ Աբդել Նասերը մահացավ, որը խորհրդային միության լավ բարեկամն էր։ Եվ նրա օրոք դեռ վարչապետ էր աշխատում Անվար Սադաթը, իսկ վերջի ընթացքում փոխնախագահն էր, դարձավ նախագահ։ Բայց երբ որ Նասերն ասում եմ 70 թվականին մահացել, դա նշանակում է Նասերի օրոք Իսրայելի դեմ բոլոր պատերազմներին Եգիպտոսը մասնակցել է։ Իհարկե այնտեղ երկիրը մի ուրիշ անուն ուներ Միացյալ Արաբական Հանրապետություն բան, բայց դա չխառնեք չեմ խորանում ուղղակի երկրներ կային միացած, առանձնացած Եգիպտոսի մասով ասեմ, Եգիպտոսը բոլոր պատերազմներին մասնակցել է։ 6-օրյա պատերազմը, որի ժամանակ Եգիպտոսի Սինայի թերակղզու վրա Իսրայելը վերահսկողություն հաստատեց, որովհետև հաղթեց ու տարածքները ընդլայնեց։ Այդ եղել է Գամալ Աբդել Նասերի ժամանակ 67 թվին, իսկ ինքը 70 թվին ամեռ է։ Իսկ դրանից հետո ինչ եղավ։ Խորհրդային միության բարեկամներ է, Անվար Սադաթը 73 թվականին հիշում եք Յոմ Կիպուրի պատերազմը, երբ որ Եգիպտոսը եւ Սիրիան հարձակվեցին Իսրայելի վրա իրանց կրոնական տոնի արդիվ, հանկարծակիի բերելով, հոկտեմբերի 6-ին, պատերազմը մինչև հոկտեմբերի 23 տևեց, այո հանկարծակի եկավ ահագին զոհեր տվեց Իսրայելը, բայց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցեց եւ իրանք առաջ գնացին, հետո պատերազմը դադարեցրեցին, խորհրդային միությունից զանգեցին, Նիքսոնին զանգեցին, պատերազմը դադարեց։ Շատ չխորանանք, դրա մասին շատ ենք խոսել։ Արդյունքը ի՞նչն էր։ Եգիպտոսը հասկացավ, որ այնուամենայնիվ խորհրդային միությունը չի կարողանում իրան օգնի։ Այո, օգնեց, որ Իսրայելը չգա գրավի, 100 կիլոմետր էր մնացել մայրաքաղաք մտնելու, բայց եւ միևնույն ժամանակ հարցը չկարողացավ լուծել։ Բայց ով հարցը լուծեց, ժողովուրդ ջան։ Խորհրդային միության բարեկամ Եգիպտոսին, այն Եգիպտոսին, որ ասեց, եթե հիմա պատերազմը չդադարեցնես, ես մտնում եմ պատերազմի մեջ եւ երրորդ համաշխարհային պատերազմ եմ սկսում։ Բրեժնևն էր ասել Նիքսոնին։
Այն Եգիպտոսին, որ 56 թվականին Նիկիտա Խրուշչովն էր այդ ժամանակ խորհրդային միությունում եւ ասեց Ամերիկայի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահին Դուայթ Էյզենհաուերին, որ եթե եգիպտական ջրանցքը եգիպտացիներին, եթե չեք համաձայնվի, ես մտնում եմ երրորդ համաշխարհային պատերազմ ենք սկսում, մտնում եմ պատերազմի մեջ։ Այդ Եգիպտոսի համար կյանք ու վիզ էր դրել, Ասուանի ջրամբար էր սարքել խորհրդային միությունը, բայց ինչ տեղի ունեցավ, որովհետև հարց լուծողը Քուշները չէր, բիզնեսմեն տղեն չէր, նախագահի Փեսեն, Հենրի Քիսինջերն էր, որ իր մակոքային դիվանագիտությամբ Թել Ավիվից Կահիր է Գնաց եկավ հարցերը լուծեց այնքան, որ դրանից հետո Եգիպտոսը եւ Իսրայելը գնացին կնքեցին 1978 թվականին խաղաղության երկու համաձայնագիր։ Արդեն Ջիմի Քարտերի օրոք 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի օրոք Բայց Ժողովուրդ ջան, Ջիմի Քարտերը դեմոկրատ էր, բայց ես ուզում եմ արժանին մատուցենք հանրապետական ադմինիստրացիային, որտեղ Հենրի Քիսինջերը հանրապետական ադմինիստրացիայի ժամանակ էր, հարցը իրանք լուծեցին, հարցը լուծած հանձնեցին հաջորդ ադմինիստրացիային, ու այնքան հեղինակություն ուներ Հենրի Քիսինջերը, որ կարող էր այդպիսի հարց լուծել, որովհետև ինքը մի ժամանակ անվտանգության խորհրդական ներազգային անվտանգության գծով մի կարճ ժամանակ համատեղության կարգով նաև պետքարտուղարներ, հետո վերջում պետքարտուղարներ, բայց ում ժամանակ էր ինքը աշխատում պետքարտուղար եւ անվտանգության գծով խորհրդական Ռիչարդ Նիքսոնի, որը սկանդալային ձևով Ամերիկայի Միացյալ Նահանգների միակ նախագահն էր, որ իմպիչմենտից վախենալով հրաժարական տվեց։ Ում ժամանակ էր ինքը պետքարտուղար Նա փոխարինած եկած Ֆորդի, Ջերալդ Ֆորդի, որը ընդամենը այդ կիսած ժամկետն աշխատեց ու անգամ չկարողացավ երկրորդ ժամկետ ընտրվի։ Քարտերը ընտրվեց իր տեղ։ Այսինքն ամենը 37-րդ նախագահ Նիքսոնի օրոք էր աշխատել, բայց ինքը այդքան հեղինակություն ուներ։ Այն Ջերալդ Ֆորդի, որը որ Վիետնամի պատերազմը դադարեցրեց 20 տարվա տևած պատերազմը դադարեցրեց, իհարկե այդ պատերազմը սխալ էր, բայց ինքը դադարեցրեց այդ պատերազմը եւ մարդիկ ասին, բայց 20 տարվա մեր կռվելու իմաստը ո՞րն է, ու իր նկատմամբ շատ վատ տրամադրվեցին, ու ինքը ընտրություններում չկարողացավ էլ անգամ հաղթի։ Այսինքն ուզում եմ ասեմ, սկի նախագահները հեղինակություն չունեին, բայց այդ հեղինակություն ուներ պետքարտուղարը, հետ հեղինակություն ուներ անվտանգության գծով խորհրդականը Իսկ դրանից հետո Ջիմի Քարտերի ժամանակ բաով էր այդ հարցերը լուծող մյուս ազգային անվտանգության գծով խորհրդական Զբիգնև Բժեժինսկին դեմոկրատական ադմինիստրացիայի ժամանակ որ այնքան կշիռ ուներ ու հեղինակություն ուներ որ անգամ ինքը պետքարտուղարի այդ հակասության պատճառով հետո պետքարտուղարը հրաժարական տվեց Սայրս Վենսը Իհարկե մահանակ գտավ նրա համար, որ իրանցիները մտան Ամերիկայի դեսպանատուն, հիշում եք 1979 թվականի նոյեմբերի 4-ին, որ ասում էին շահին տվեք, որ գանենք մահապատժի ենթարկենք, հետո փորձեցին ռազմական ճանապարհը 80 թվականին մինչև գործողություն կատարել միջել անհաջող ստացվեց, Վենսը առիթն օգտագործեց ու փախավ, որովհետև ինքը առանձնապես հեղինակություն չուներ ու նախաձեռնողականություն չուներ։ Ու նախագահն էլ ասեց լավա գնա։ Այսինքն այդ կարգի մարդիկ են եղել Սպիտակ տան ադմինիստրացիայում, երբ որ ես մի բան ասում եմ, չեմ ասում իմ օրինակին հետևեք, ես ով եմ, որ իմ օրինակին հետևեք։ Ես ասում եմ ձեր օրինակին հետևեք, որովհետև այդ Եգիպտոսի հետ կապված հարցը, որ լուծեցին Այդ Եգիպտոսի հետ կապված հարցը լուծելու համար անգամ Անվար Սադաթը 78 թվականին, երբ որ խաղաղության Նոբելյան մրցանակ ստացան, Անվար Սադաթը ստացավ Եգիպտոսի նախագահ եւ Մենահեմ Բեգինը Իսրայելի վարչապետ։ Իսկ Ջիմի Քարտերը 39-րդ նախագահն 2002 թվականին ստացել Նոբելյան մրցանակ, ինչի համար տենչում է Դոնալդ Տրամպը։ Այսինքն իր պաշտոնաթողությունից 21 տարի հետո, բայց Քեմփ Դեվիդյան համաձայնագրերի համար։ Սա է հարցը, բայց ինչ եղավ։ Եգիպտոսը Ամերիկայի հետ հարաբերությունը լավացնելու համար հարաբերությունը փչացրեց խորհրդային միության հետ։ Արաբական երկրների հետ հարաբերությունները փչացրեց, բայց չվախեցավ, որովհետև իր թիկունքին Ամերիկան էր կանգնած։ Այսօր այդ Եգիպտոսին դուք կորցնում եք, ձեր խիղճը մեռնի, որովհետև ձեր հարցը լուծողը Փեսեն է։
Ժամանակին փոքր հիմնարկները ղեկավարելուց ասում էին ընտանեկան կապալով հիմնարկը ղեկավարում ենք, տնեցիներով հավաքվում էին, կապալը վերցնում էին, իրանք իրար մեջ անում են, որպեսզի ավելի հուսալի աշխատեին, բայց ոչ մեկի մտքով չի անցել, որ պետությունը ղեկավարեն ընտանեկան կապալով։ Այս Դոնալդ Տրամփի կինը Սպիտակ տան հետ համատեղ հայտարարություն արեց, տղեն գնաց Դոհայում սենց հայտարարություն արեց, Փեսեն գնաց այս պայմանագիրը կնքեց, աղջիկը էս արավ, ժողովուրդ մի հատ կենտրոնացեք, հա, որտեղ ձեր ձեռքի տակ այսպիսի մարդիկ են եղել։ Ու պատահական չի, ես որ ասում եմ, որ Եգիպտոսը լա ինչ հարված վերցրեց իր վրա։ Անվար Սադատին 81 թվականին շքերթի ժամանակ սպանեցին, ասին դու դավաճանել ես մեր շահերը։ Ամբողջ արաբական աշխարհը դեմը դուս եկավ այդ նույն Եգիպտոսի, որ ասես դու մեզ դավաճանել ես, Իսրայելի հետ պայմանագիր ես կնքել, որտեղ ինքը առաջի պետությունն էր, բայց գիտեր իր թիկունքին Ամերիկան կանգնած։ 81 թվականին շքերթի ժամանակ որ սպանեցին։ Ինչ արեցին, մեկուսացրեցին, արաբական պետությունների լիգայից հանեցին, ասին գնա շտաբ գրասենյակն էլ գտնվում էր Կահիրեում, չէ, որովհետև 45 թվականի մարտի 22-ին հիմնադրվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, արաբական պետությունների լիգա, այդտեղից հանեցին տարան Թունիս, բայց հետո հասկացան, որ չէ, սխալ էր Եգիպտոսից նեղանալը, հետ բերեցին, դուք այդ Եգիպտոսին չեք կարողանում հարց լուծեք, 35 միլիարդ դոլարի գործ եք անում, որովհետև Փեսեն է բանակցում, որովհետև Բժեզինսկին չի բանակցում, որովհետև Քիսինջերը չի բանակցում, այն Քիսինջերը, որ 100 տարեկան էր դեր գնում խորհուրդ էին հարցնում, համարյա 90 տարեկանում էլ մահացավ Զբիգնև Բժեզինսկին 2017 թվին, իսկ Քիսինջերը անցյալ տարի 23 թվին ոնց որ մահացավ, 100 տարեկանը լրացավ, նոր մահացավ, այդ մարդկանց ասածը մինչև մի օրինակ ենք բերում, որովհետև այդ որակով էին մարդիկ բանակցություններ վարում ու աշխատանք տանում, ու նույնիսկ եթե նախագահները թույլ էր, ինչի Ջիմի Քարտերը ուժեղ նախագահ էր, Ջիմի Քարտերն էս վախվորած իրան պահեց Իրանի հետ կապված այդ դեպքը, որ ասեցի, երբ որ մտել էին դեսպանատուն, 2 ժամկետը չանցավ, ինքը մի ժամկետով ավարտեց գնաց, բայց լեգենդար մարդիկ էին, չէ՞ այդ աշխատանքը տանում, լա մի հատ նայեք, տեսեք ինչ եք ունեցել, ու ինչ է կատարվում, բայց ուղղակի մի բան էլ նայենք, որ արաբական պետություններն ասեցի, արաբական պետությունների լիգան, որ ստեղծվել է, որ ասեմ մարտի 22-ին, պատերազմին 2 ամիս էր մնում, ամիս ու կես էր մնում, որ պետք է պրծներ, բայց շուշտրիություն էին անում, իրանք ուզում էին արաբները համախմբվեն, դրանցից 5-ը հիմնադիր անդամ էին դառել, ՄԱԿ-ի հիմնադիր անդամ, այն 3-ը ուղղակի չկարողացան դառնալ, որովհետև ինքնուրույն պետություն չէր, այդ 8-ից 5-ը ՄԱԿ-ի անդամ դառան, Հորդանանը դե Բրիտանիայի մանդատի տակ էր, Մարոկոն, Ֆրանսիայի, Իսպանիայի, Եմենն էլ 2 պետության էր բաժանված, չէ, Ադենստանը մայրաքաղաքով, բայց ինչ եմ ասում, իրանք արդեն մտածում էին թեյվոթիգուն կլնեն, արաբները միասին են, դեռ կռիվը չէր պրծել, արդեն իրանք համախմբվում էին, այս համախմբված արաբների մեջից հանեցին տարան Եգիպտոսին, իսկ հիմա այսօր չեք կարողանում ձեր բարեկամ Եգիպտոսին պահեք, դե գնացեք Փեսով բանակցություն վարեք, դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք և դատեք ինքներդ, շնորհակալություն։